We clawed, we chained our hearts in vain. We jumped, never asking why. We kissed, I fell under your spell of love. No one could deny. Ողջունում եմ բոլորին, ձեզ հետ է ընտանեկան ռադիոն, ես Դանելյան Յուրին եմ և այսօր կվերցնեմ հարցազրույց իմ մայրիկից։ Բարև մայրիկ, կարող եմ քեզ մի քանի հարց տալ։ Այո, իհարկե տղաս։ Կպատմես քո մանկությունից։ Ես շատ վառ մանկություն եմ ունեցել։ Մինչև 6 տարեկան լռանալս ես ապրում եմ անհոգ կյանքով։ Ծնողներս ինձ տանում էին տարբեր կինոթատրոններ, մանկական սրճարաններ, կենդանաբանական այգի եւ այլ շատ վայրեր։ Այնուհետև ես անցա ուսման։ 6 տարեկանից ես սկսեցի հաճախել Մայակոսկու անվան միջնակարգ դպրոցը։ Դրա հետ համատեղ ես հաճախում էի պարի խմբակ, նկարչական խմբակ եւ երաժշտական դպրոց։ Իսկ քեզ համար դժվար չէր միաժամանակ հաճախել այդ խմբակներին եւ սովորել դպրոցում։ Իմ ժամանակ դպրոցումը շատ դժվար էր սովորել, քանի որ ուսուցիչները շատ խիստ էին եւ պահանջկոտ։ Չնայած դրան ես ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, որոնցից անչափ շնորհակալ եմ։ Դպրոցում գերազանցիկ եմ եղել, ես հասցնում եմ հաճախել բոլոր խմբակներին եւ նույնպես գերազանցիկ էի երաժշտական դպրոցում։ Իսկ դու չէիր վրդովում քո ծնողներից, որ քեզ այդքան տանջում էին։ Վայ, չէ, տղաս, ինձ համար դա տանջանք չէր։ Ես հակառակը համոզում էի մայրիկին, որ նա թույլ տար նաև ինձ հաճախել լողի խմբակ, բայց ցավոք ժամանակ ընդհանրապես չէր մնում։ Don't you ever say I just walked away. I will always want you. I can't live a lie running for my life. I will always want you. Իսկ դու կցանկանայիր սովորել իմ դպրոցի պայմաններով։ Մեծ հաճույքով տղաս, քանի որ դուք ունեք շատ մեծ հնարավորություն լավ ուսում ստանալու համար, բացի այդ ձեր դպրոցում սովորելը շատ հետաքրքիր է։ Իսկ եղել է դեպք, որ դասից փախել ես։ Ճիշտ ասած, այո, անկեղծ ասեմ, դա եղել է բարձր դասարաններում, երբ ամբողջ մեր դասարանը փախել էր դպրոցից։ Իսկ կարող ես ինչ-որ զվարճալի դեպք պատմել քո մանկությունից։ Այո, իհարկե կարող եմ, Յուրի ջան։ Օրինակ, երբ ես 2 տարեկան էի, մայրիկս ինձ տարավ տոնածառի ներկայացման։ Այդ ժամանակ իմ քույրիկը 1 տարեկան էր։ Այդ օրը նա քնած էր տանը։ Երբ սկսեց հնչել բարձր երաժշտության ձայնը, ես կանգնեցի ոտքի վրա եւ բղավեցի ամբողջ ձայնով։ Իմ քույրիկը քնած է, մի քիչ կամաց։ Չի կարելի։ Բոլորը շուրջս խնդացին։ Իսկ ինչ կցանկանայիր ինձ եւ իմ դպրոցական ընկերներին։ Յուրի ջան, ես կցանկանայի ձեզ ամենակարևորը առողջություն։ Նաեւ կցանկանայի, որ լավ սովորեք եւ չփորձեք փախչել դասերից, չէ՞ որ ձեր դպրոցում սովորելը շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ, մայրիկ։ Ես շատ հետաքրքիր հարցազրույց ունեցա քեզ հետ։ Խնդրեմ, Յուրի ջան։ Այսօր այսքանը։ Հաջողություն։